Live. Ուրեմն նորից բարի երեկո, բարի ուշացած երեկո եւ ձեր բոլորիդ ներողամիտ գտնվելն ենք հայցում ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի Անդրանիկ Զորավարի հայկական լեգիոնը։ Հայկական լեգիոնը ազգային պատկանելիության զինվորական կազմ միություն եւ քո բանակիդ մեկ մասն է հայ ժողովուրդ։ Ուրեմն պիտի խնդրեմ ձայնը ստուգենք, ձայնը լավ է երևում է Եվ տանք 2 րոպե մինչև մեր հարազատները նորից հավաքվեն, ունենք շատ կարևոր հայտարարություն եւ շատ կարևոր որոշակի մտահոգություններ բարձրաձայնելու, որ այսօր շարունակվում է նույն հայրենիք եւ սպյուրք յառլիկը իմ ժողովրդի վրա փակցրած, որ պահում է հայ ժողովուրդ եւ սուրբ հայրենիք Պարակտված, սեգրեգացված եւ տարանջատված մեկը մյուսից, մեկ համայնքը մյուսից անտեղյակ եւ պահելով մշուշոտված այսպես oblivion մի ատմոսֆերի մեջ մի ամբողջ ազգու ժողովուրդ նրանց օրինակներից մեկը աղոտքի նախաճաշներ դուք գալուստիկներդ լսեք ինչ եմ ասում Տարբերություն չեք տեսնում, իսկ ազգային կողմը տեսնում է, որ իմ երկրի իշխանը, իմ երկրի ղեկավարը, որտեղից որ խոսում է, մի քանի աշխուղ պեպենոտ լակոտ են եկել, ես իմ Ամերիկայի Միացյալ Նահանգների որ ճահիճների մեջից, եւ ազգիս կոմիտաս ու աստվածաբանություն պիտի սովորեցնեն, սրանք բոլորը կլաններ են, աղանդներ են եւ վտանգավոր, կարամ ասեմ այդ նախաճաշի 80%-ը Ես վիրավորված եմ, որ իմ վարչապետի ամբիոնին մյուսներն են մոտիկանում։ Ինքնահյուրընկալում ցես ում կհրավիրի նա պիտի խոսի, չէ՞։ Շարունակվում անույա Բակո Սահակյանի գործընկերները ընդեղ են եղբայր։ Բակո Սահակյանի մեր ծեպրավիզելները գողացող Բակո Սահակյանի մեր հոթելները, կառույցները Հայաստանի Հանրապետության փողով Սարքված այդ քաղաքը Շուշի, Ստեփանակերտ, հալալա թուրքին, գիտեք ինչ, եթե դու միայն հասարակած տներու պորնգանոցներ ես սարքե, գումարխանա, մի հատ էլ պլանքյաշ պարքև ունես որպես չհոգևոր առաջնորդ, մարդը աշխատելա, տվե գլխի ձերքիցը տարելա, հալալա իրան, դու լոտերի նման խմեք հնել ես, Դու ունեցել ես գումարտակի հրամանատարներ, որ խուրձով պլանը ծոցներն են մանեկե, երեխեքին մենակ են թողե։ Հալալա, հասնում է, ով աշխատի, նա կուտի, հիմա։ Ես մեջբերում եմ անելու ձեր արդեն ներվային համակարգը ստիպում է, որ ասեմ, այս հիբրիդային պատերազմ, որ ասում եք, դուք միայն Սարած տոլմա շրջանակներում, օրինակ, հմեկի Մեհրաբյանը մեր, հարգում եմ, Ստյոպա Սաֆարյան, ես իմ ինչ, մի երկու ժուրնալ կարդացել եք, ձեր նախկին խոսնակ արծրուններով, ինչ-որ հիբրիդային պատերազմ եք խոսում, եղբայր դուք տեղյակ չեք ինչի դեմ եք կռվում։ Մարդը մեջը տա արդեն։ Քո վարչապետի ամբիոնից ելույթ է տալիս, եղբայր։ Ազգին։ Հայրենյաց հողի վրա։ Սա է բաց թողումը, որ ես խնդրանքով հանրային եւ մեծ հարգանքով խնդրում եմ հանուն հայ մենք ենք ազգային կառույցը ժողովուրդ։ Մեծ են հայրենակցական միությունը սասունցիների, մշեցիների եւ վանեցիների։ Մենք ենք ասում եմ, չկա ուրիշ ազգային, բոլորը կուսակցական են։ Պետությունը եւ ընդդիմություն գալիքները Բոլորը կուսակցական են։ Բոլորը պոլիտիկալ քաղաքական են։ Դու չունես ազգային պատկանելիության օջախ։ Չունես։ Դրա համար ազգ պետություն միությունը սրբելու է, միայն ընդդիմությունն ենք փոխելու եւ ԿՊ-ի երևի չգիտեմ, ըստ վարչապետի, չգիտեմ հիմա
70-ն նայում թե 40%-ն պետք է մաքրվի այդ կուսակցությունը, ինքը գիտի։ Կուսակցական լինելու ցանկություն ունեք, կան 1-2-ը Հայաստանում դուք ընտրեք, բայց ես չեմ տեսնում բացի սոցիալիստ եւ իրանց կոմունիստ տատիկի նկարը, որ սևուսիկ տակ դրած է փափախը գլխին տելեգրաֆկով է, կոմերտական շարքերի այդ բանի Լենինի մուրջմանգաղը կարմիր ստեղ դրած տելեգրաֆկի այդ նկար, բոլորը կոմունիստի լակոտներ են սրանց, մեծամասնություն։ Բայց այս պետությունը մեր վարչապետը ինքը, զենքը ազատ վաճառքի է դրել։ Ինքը չի վախենում զինված ժողովրդից, կողքից են կարծում։ Մի երկրի ղեկավար այսօրվա պիտի կրկնեմ մտնած աշխարհում, եթե սաղմոց է ասում, ները շատ է կատաղում։ Պիտի սրբամաքրենք հայրաքելական սուրբ եկեղեցի։ Ես իմ առաջին հերթին շնորհակալություններն եմ հայտնում հնարավորության համար, որպեսզի ծառայության հող ունենամ ոտքս դնելու սուրբ հայրենիքին, բայց այն ինչ որ մեզ է հասնում, պարոն վարչապետ, մեր ձեռքից տարել են։ Ես շատ լավ կարամ պարզեմ այսօր հանրային հանդես կամ ասեմ, որ 1-2 հանձնաժողովներում ովքեր են Շմայիսագից ու ես իմ լոսիրում ով բարեկամն է, շատ լավ գիտեմ։ Եվ նրան նմանները չընդլայնվեցինք։ Մենք ի պաշտպանություն հայոց ինքնիշխան պետականության են։ Իմ տղաներս ասում եմ, իսկական այրուն թափածներն են հողի վրա, ողջ առողջ քայլող հերոսներդ, բոլորի վախուսուտը բռնածը, բոլորի քթից բռնածը։ Մենք կարանք գեներալ մայոր բերենք քո կաբինետ, երեխեքից փախած 10 կիլոմետր, 12 կիլոմետր, ոնց որ ձեր պորնոթորի Արոն, կամազը մինչև բերանը զենքը լցած, ավետարանոց գյուղը լքեց փախավ։ 2 թուրք եկեղեցու բակում։ Եկեք իրականության հետ առնչվենք էլի։ Մենք, սիրելի ժողովուրդ, այն ժամանակ, որ ես չընդդիմություն KGB-ի զորքը, որ մեր ազգային ժողովում նստածա որպես ընդդիմություն Կարաբակի KGB-ի դրոշն է հետի։ Ես ունեմ մեկ պետական դրոշ, դրած հաչում է տեղը տենց։ Եթե իրանց մնար, այո, կհրահրեին բախումներ նորից, այդ փախստականները տենց սահմանին փախստականի պրտե, մենք իրենց ասինք այդ 120,000-ին, պետք է մնաս կռվես։ Պետությունն էլ, բոլորս էլ դուրս մի արի։ Այդ տենց հայաթափելը իրականացրեց Կարաբակի կլանը, թող նստի տեղը։ Հիմա նույն հայրենիք եւ ժողովուրդ ընդհանրապես մեկուսացնողը դաշնակ շունը կանգնեց նույն, բայց ամերիկացի լակոտի բերանով։ Some punk, some kid preaching to my people. What prayer breakfast, man? Half of that room was KGB. Սենյակի կեսը KGB էր։ Բայց ինֆիլտրացման մեթոդիկան իրա պապենական էլի, ցարական, մինչև մա աշխատումը։ Գալիս է եկեղեցու ու աղոթքի անունից։ Գալիս է կանգատ առողջությունով մտահոգվելու ուղղությունից։ Բալիկներիդ ապագան մտածելու ուղղությունից։ Ինչպես լուսապեր հրեշտակը սատան են։ Գեղեցկուհի շորերը պսպղուն ու թափանցիկ, հրաբուրիչ գայթխակիչ էդ տեսքով։ Կանգնելա նույն ամբյոնից է հաչում KGB-ն, որտեղից խոսեց վարչապետս։ Ազգային կողմը չեղնի, իմ տղաները չեղնեին, ոչ մեկըտ, հարգելի վարչապետ, իրականությունն է, Աստծոց նվեր ունի, Հայաստանը մեծ, իմ տղաների նման տղաները, որ դուք կարողանաք դիվանագիտական կտավի վրա ձեր ստեղծագործությունները անեք և
Bravo, excellent performance. Encore, maestro. Բայց տեղեկատվական պատերազմը իր ոտքի տեղը արել է եղբայր։ Կողքդ քո, պարոն վարչապետ, ազնիվ եւ ազնիվ ձևացողներին կմերկացնեմ այսօր, հիմա ունեմ այդքան։ Կտգլորացնեմ, կկաննացնեմ դեմդ։ Կպեի շորի տակ։ Սրբում մաքրում ենք ես կագեբեի զորքը մեր խորհրդարանից։ Միակ բանը որ ես վարչապետին վստահում եմ, որ ինքը կմաքրի։ Ինքը ստեղ կասկած չկա 50% կոնե, եթե համեստ ասեմ, կպեի կեսին պետք է քացով տաս կամագին ճամպես։ Խնդրանք սա ազգային ժողովի նախագահին։ Եղբայր, ազգային ժողովի, ազգային անվտանգության հանձնաժողովը հիմա լուծարի ինքնա խցանումը հակաապստամբության կոմիտե կազմվելու առջև, հետո անակնկալի չգաս։ Հարգարժան Սիմոնյան, Ալեն, եղբայր, լուծարի էդի, բոլորին, այդ հանձնաժողովը լուծարի։ Ապրակտիկալ, ակոգնիտիվ, դեբիլ մի երևույթ։ Սիրելի հայրենակից, ինչ որ անում է այդ հանձնաժողովը, մի հատ մեսեջ, երկու քսիվ, տղաներիս եթե հարցնեմ էլի, տղեք, 44 օրյա և քարորյա պատերազմի քննիչ հանձնաժողով ենք կազմում, որ մեկ սա կուրսի ինչա տեղի ունեցե որ, ես կեզ կասեմ այդտեղ փոսից երեխու ավտոմատը ընչիա ծուր կրակել, և ով այդ ծուր ավտոմատը տվե այդ երեխու ձերքը։ Սկսենք այդտեղ։ Մանվելի տուշոնք են չի մենակ, մանվելի լապացը դուք չկարացակ հաշվեք, այդենց գրագետ հաշվապահել չունեիք, էջմիածնի հողու, ասում եմ դες տրուբեք ինչ կը լապելա, և թալանելա, և թուրքին և հային, բերելա էջմիածին, թալան, ուրիշ բան չի եղել ընը, և ձեր սպարապետի կողմից էլ կավուրով, այդենց ադուշի, Վազգերն ասմա լավ ես անում ճիշտ է գազ ես տալի, դրացած այնագրությունը։ Բայց ժողովրդին մինչև երբ պիտի մայմունի տեղ դնենք եղբայր, նույն վիճակի մեջ էլ կշարունակվի, նույն տուրիստները կգան կռոնական ու նախաճաշներ կանեն մեր վրեն, կծիծաղանք թողենք էդան, չկա տենց բան, փակեք այդ կազմակերպությունները։ Ոչ մի աղանդ մի թողեք այլևս երկիրս, ամենաթունավոր վտանգավոր ինֆիլտրացիան է իմ ազգային շեմերից ներս, իմ սուրբ հայրենիքում։ Այդ թեման այդքան։ Կիրակի օրը ես ճանճը ձայն հանիկ իմանամ Խաչիկ գյուղում։ Տրասեքից նոր մոտենալուց էդ էլ կիմանամ։ Քանի մեքենա ուր եմ ուղարկում ինչ եմ անում շատ լավ գիտեմ, բոլորիդ գախնի երազը կիմանամ։ Այսպես հոգևոր զարթինքի անակնկալով գնացեք ընդեղ, հոգևոր աստծոտունն եք գնում այդքան բան, սուրբ և անմահ պատարագին, եթե պիտի հաղորդություն առնեք, բամը մի գերեք արդու համպերեք պիք չիչմը, հաղորդությունը գարնես անգևերջի կնա, ուրվա կեբաբն է, բիլմենի խինգալի է ինչ է, թխեմալիտ կեր, դադարկ փորով են հաղորդություն առնում և պիտի կնքված լինես սիրելիս, մկրտություն պիտի ունենաս։ Հայրաքելական սուրբ եկեղեցի, Իթիոպիա Աֆրիկայի սուրբ առաքելական եկեղեցի, ասորիների սուրբ առաքելական եկեղեցի, պարոն վարչապետ, Ղպտի եգիպտացիների սուրբ առաքելական եկեղեցի և հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Այս հինգը ընդհանրական հավատամքի միմիայն ընդհանրական և առաքելական սուրբ եկեղեցի։ Սրանից են կողմ, ոչ կաթոլիկ եմ ճանաչում, ոչ եզդիների արևը, ոչ չգիտեմ էլի բուդդիստների գլուխը փաթը, չեմ ճանաչում, ոչ Մահամմեդ, ոչ մեկը։ Հիմա ես դրա համար բեմի վրա կանգնած այս բանը չեմ կարա ասեմ, բայց ես ճանաչում եմ Հիսուս Քրիստոս և իր երեք տիեզերային ժողովներին հնազանդ մինչ այս պահը։ 5 ընդհանրական և առաքելական սուրբ եկեղեցի, չմոռանամ, ներողություն եմ խնդրում, հնդիկ մալապար։ Եղբայր, երևի մի 700 միլիոննոց
եկեղեցիա, դրա եթե 0.1%-ը, ասի մենք ինքնապաշտպանություն ենք կազմում, ՆԱՏՕ-ից 5 անգամ մեծ է, դրա համար են տակները անում։ Ես գտնում եմ, որ դուք չեք կարողանում, շան հաչոցը օքեյ է, բայց երկրի վարչապետը Սուրբ Վարդանանք է առաջնորդում, հոգևոր հողի վրա, այդ սենյակում, այդ հայը, մի հատ թիլի ունեք, են կտցրած ալկաշը, որ եկել է կոմիտաս է երկում, հա, հետի, հիմա, նայվածքը ու հայացքը, ու Բակո Սահակյանի գործընկեր Woodrow Wilson-ի թորնիկ դեմ ասողը, այս սենյա, նայելը, որ մենակ հայացքը, որ նայում եմ, հարցականությունը ավարտվել է։ Այդքան հիվանդացած, քնձռոտված, մազերը տեղ-տեղ թափած, ատամները ցույց տվող խշշացող շակալների դեմը կանգնեց ու Սաղմոս ասեց. վարչապետս, հիմա թքեմ պագոն պաշտոն փողերի վրա, իշխան, ինձի աշխատելու տեղ պիտի դաս, որ տատիկ պապիկների բուլկի փողը տենդերներով չլապեն ասեն, շտուցեր եմ միացնում։ Խնայողությունը գլխավոր բան է մեզ համար։ Խաղաղությունը հենց կռիվ ու պատերազմ կանեմ հանուն խաղաղության, բայց միշտ պատերազմի պատրաստ, սիրելիս։ Ես սիրում հարգում եմ իմ հայրական տուն հայկական բանակը, նրա պատի փոշին դիպչող չի կարա լինի, ոչ է նրա պատվին։ Ես հարգում սիրում եմ իմ գլխավոր շտաբի պետին, իմ հրամանատարին եւ նրա կաբինետին։ Մնացած ոչ մի պոլիտիկա գալուստիկ բաբուշկա չեմ ճանաչում։ Այդ իմ աշխարհը չի, բայց ձեր աշխարհը, սիրելի վարչապետ, քաղաքականությունը, աննենց նեյնիմ պարացնեմ քաղաքականներիդ։ Հեսա պարացնեմ նայի։ Բոլորը վազելու են իմ մոտ։ Որտեվ մենք Սասունցի մշեցի վանեցիներն ենք, մինչև հիմա չէի ուզում ասեի, մենք Անդրանիկ Զորավարի ժողովուրդն ենք։ Եվ բոլորը գալիս են ԻՊՀ-ի տանիքի տակ, որովհետև միակն է, որ ասում է, մեզ մի ընտրեք, ընտրեք ձեզ, հավաքվեք, ով է այս գյուղապետը, Ղուրբան իրա սրտին, այսպես, և այս ճանապարհը դու ես մեզ տվողը, Զորամասի արգելածողը իմ առջև դու ես բացողը, դրա համար երախտակ պարտության հանուն, կողքիդ կեղծավոր պարազիտներին էլ եմ վռնդելու, և հետո մերկ տեսնես, թե ով են եղե, որ հետ հաց են կիսե, ու հիմա էլ եմ կիսում։ Ես ուրիշ տեսակ պետության թիկունք պահող եմ, թող աշխարհն իմանա, այո պարոն վարչապետ, ես իմ պետության տղեն էի, պետությանս տղեն եմ ու պետությանս տղեն էլ կմնամ, կամավոր, մեռնեմ Հայաստանիս պատվին, Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, ազգ ու մարդ դառեք ասում եմ, այս շոպլիկ շայստերներին հերիք ելույթ տնեք Հայաստանում, կանգնեք ոստիկանի կողքը, շատ հնարավոր է, Տեպենոցի տակ սև բունավոր թուրք կա, ներսից հայրենիք պաշտպանելու կարիք ունենանք, ռուսը պատրաստվում է հարցակվել մեր պետության վրա, որ գցի մեր պետությունը, ես իրա կոկորքին ուրիշ ոսկոր ունեմ ու հենց անակնկալներ, որ ոչ մի նախքին Սվետլանա և Նատաշա չի ունեցել այտենց անակնկալ իրան, բոլորը ազգովի, Խաչիկ գյուղ, Աստված օրհնի ազգս, այո գալիս ենք տուն գնում վանու ոչ տուրիստ, ազգ պետություն, միություն Աստված օրհնի իմ երկրի ղեկավարներին, իմ պետությանը և իմ հայոց եկեղեցին, քեզ բարի ու խաղաղ գիշեր Հայաստան, մի մոռացի, Սասունցի, մշեցի վանեցի, մեծն հայրենակցական միություն, հավաքելու եմ դահլիճ բոլորիդ, կանգնեք վարչապետի կողքին, փոշի չնստի վրեն, թե չէ բոլորիդ պատասխանատվության կենթարկեմ։